Եթե Ադրբեջանը ստորագրած լիներ արդեն, դա կլիներ խաղաղություն։ Բայց եթե Ռուսաստանից ամեն օր ասում են, որ չի աշխատելու, դուք էլ ասում եք Ռուսաստան ամեն ինչ կանի, որ չաշխատի, այդ լծակները ունի Ռուսաստանը։ Պետք չի դա ներկայացնել, որ եկել է խաղաղություն։ Պետք է ներկայացնել, որ արվել է մեծ աշխատանք, ես ողջունում եմ Ամերիկային այստեղ բերելու համար։ Եվ դրա համար որքան մոտենան ընտրությունները դեռ մի տարի եթե կա հուլիսին, չէ՞, հունիսին թե հուլիսին ներողություն, այսինքն մենք չգիտենք ինչ կլինի։ Աշխարհը փոխվում է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին եւ որոշ անձինք դա ասում են, արդեն պարզ, ձեռնտու կլինի անել ընտրություններ արտահերթ։ Մի փոքր առաջ անցակ Տիկին Դալաքյան, բայց ուզում եմ վերադառնալ համաժողովին, որ անցկացվեց Հայաստանում ժողովրդավարության խնդիրների հետ կապված։ Փաշինյանը այնտեղ ասում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը շահագործող ինչքան ասես կա, իսկ պաշտպանող չկա։ Հիմա ժողովրդավարության հետ կապված եթե հարցեր կան, եթե ժողովրդավարությունը պաշտպանված չէ, դա օրվա իշխանության խնդիրն է, թե ում խնդիրն է եւ այս դժգոհությունը ինչպես հասկանալ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար ինքն իրենից դժգոհում է, եթե նկատել եք այդ նույն դասարանը եւ այլն, դա նրանից է, որ չկա անդիմություն, բայց դա իր գործունեության արդյունքն է։ Շատ հաճախ ասում են, դե դուք էլ մասնակցեք, ես չեմ խոսի իմ մասին, որովհետեւ ես այդպիսի նպատակ այս ընտրություններում համենայն դեպս չունեմ, որովհետեւ չեմ տեսնում, որ ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը ուզում է այլ ընտրանք, բայց ժողովուրդը մի հոգով չի կարող կողմնորոշվել, իսկ այլ ուժեր ես չեմ տեսնում, որ համախմբվեն, ամեն ինչ արվում է մասնատելու համար այդ այլ ընտրանքը։ Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն է արդեն ստիպված քննադատում, որովհետև այլ ձայներ չի լսվում, բացի խորհրդարանական այդ թուրքասեր մարգինալ շրջանակների։ Այո, ասում է արդարադատությունը լավ չի աշխատում, բայց մոռանում է, որ ինքն ԱՊԴԽ-ն ղեկավարներին նշանակում ազգային ժողովը արդարադատության նախարարին գլխավոր դատախազին, այնպես չէ՞ որ լծակներ չունի։ Վերջին լծակը իր սիրելի դատարանը փակել է, թող փակի ժողովուրդը 100%-ով կողմ կլինի։ Հələ թող մի հատ փակի, երբ որ վճիռը օրինական չեն կայացում, այն մյուսների համար դաս կլինի։ Եթե իհարկե խնդիրը դատավորներն են, ինչը ես կասկածում եմ, երբ նայում ես մեղադրական գործին, ընդհանրապես քննիչներից սկսած ուրեմն պիտի ազատեն աշխատանքից։ Այսինքն, այո, Նիկոլ Փաշինյանը չորսենց վերացական հարցեր է ուղղում, 5-րդ հանրապետություն, 7-րդ հանրապետություն, ուր է ժողովրդավարությունը, դա ինչ որ անընդհատ թեմաներ են նետվում, դա Տրամպի նման, ինչ որ ես Գրենլանդիան կգրավեմ, սա պոպուլիզմի քաղաքականություն է, ես նույնիսկ կասեի, ամբողջ աշխարհում դա այսպես մոդայիկ է դարձել։ Օրբանը պոպուլիստ է, Ալիևն էլ է։ Այսինքն խոսել առանց պատասխանատվության, խոսել առանց պատասխանատվության, թեմաներ առաջ տանել, հասարակությանը զբաղեցնել, չգիտեմ, ասենք ես պաշտպանության նախարարություն անդադ զուգահեռներ եմ տանում, կանվանենք պատերազմի նախարարություն, իմաստը Ամերիկայում, չէ՞։ Հիմա նույնն է այստեղ, մենք գնում ենք 4-րդ հանրապետություն, նախ 4-րդ չի, եթե նայենք սովետական Հայաստանը դա անկախ պետություն չէր, կամ ինչի Ադրբեջանն ու Վրաստանը իրենց առաջին հանրապետությունն են համարում, դուք ոչ։ Չնայած իրենք տարածքում դրա մեջ չեն, որով որ հռչակել էին։ Այստեղ դե որ այդպես է շատ հարցեր կան։ Բայց հարց տվող չկա ուղղակի։ Ասում եք օգոստոսի 8-ը իրական խաղաղություն չի բերել, հիմա Փաշինյանը դա ներկայացնում է որպես իրական խաղաղություն, ավելին պատրաստվում է փոփոխությունների սահմանադրական, հենց այդ 4-րդ հանրապետության գաղափարախոսությունը, որը նա օրակարգ նետեց, ասում են հենց այդ փաթեթավորումն է, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան, կհաջողի Նիկոլ Փաշինյանը եւ խաղաղություն այդպես ինչպես ինքն է հավատում, որ հաստատուներ ներկայացնել, հավատացնել մեծ մասին հանրության եւ ստանալ քվեներ եւ նաեւ այդ 4-րդ հանրապետության անվան տակ փոփոխություններ անցկացնել, իրականացնել Ադրբեջանի պահանջը, օրինակ հղում չանել անկախության հռչակագրին։ Նախ Հայաստանը երբեք չի ճանաչել Արցախի անկախությունը որևէ տեղ։ Հայաստանը երբեք չի ասել, որ դի միացնի Արցախը Հայաստանին, այսինքն այստեղ խնդիր չկա, որ Արցախը այլևս հայկական չի եւ մենք պիտի հանրապետությունը փոխենք։ Հղումը անկախության հռչակագրում կա նաեւ Ադրբեջանում։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ իդեպ արդարադատության նախարարը դա խոստովանեց, Փաշինյանն էլ մի քանի անգամ ասել է։ Հիմա ինչ Ադրբեջանը պետք է իրեն 4-րդ հանրապետություն անվանի, թող անվանի, հասկանանք իմաստը։ Նախ առաջինը, եթե մենք փոխում ենք անկախության հռչակագրի, հղում չկա, Ադրբեջանն էլ է փոխում։ Եթե դա ուղղակի բառեր են, ինչու է Ալիևը անդադ այդ լեքսիկոնը օգտագործում Արևմտյան Ադրբեջանը եւ այլն, այսինքն չեմ կարծում Ադրբեջանը ուղղակի այդտեղ գրել է բառեր։ Դա պիտի լինի հավասար քայլ, սա մեկ։ Երկրորդ ինչ վերաբերում է հաջողության կհասնի թե ոչ, դա կախված է ավելի սրելուց մթնոլորտը,
Այսինքն եթե ցույց տան, որ վտանգի մեջ է Հայաստանը, վատն է, լավն է, գոնե հակառուս է կամ դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում, վատն է, լավն է, պատերազմ կլինի, եթե նախկինները կան, այս կոնֆիգուրացիայում այո, ինքը կընտրվի։ Ես չեմ կարծում, որ մասնակցությունը բարձր կլինի։ Երևանի ընտրությունների նման հազիվ կարծում եմ նա կամ երկրորդ փուլում գուցե գնա հաջողության կամ եթե տեսնի չի կարողանում այ արևմտյան ինչ որ sense խմբակցություն կողմնորոշում ունեցող հանդեսից, բայց դա քիչ հավանական եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը իրեն այս իրավիճակում շատ հարմար է զգում։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանը կարծում չի մասնակցի ընտրություններին, այս Վարդան Ղուկասյանի, որովհետև երբ ժողովուրդը լսում է նրանց խոսքերը, ասում է ավելի լավ է Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Շնորհակալություն, ես տեսնում եմ, որ մենք ունենք հեռախոսազանգեր, բայց ինչպես խոստացել եմ, սիրելի հեռուստադիտողներ, մենք ձեր զանգերին կպատասխանենք գովազդային ընդմիջումից հետո, այս պահին մեր եթերում գովազդ է, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Նոյան տապանը ուղիղ եթերում շարունակում է աշխատանքը, ես հիշեցնեմ, որ զրուցում եմ Միտք հետազոտական վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլի Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, ինչպես խոստացել էի, հեռախոսազանգի պատասխանենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև գեղեցկու հիշես։ Լավ, շնորհակալ եմ հարգելի հեռուստադիտող։ Ես մի հատ հարց ունեմ մեր հույրին։ Ասեք։ Ես մոտ 70 տարի առաջ Պարուսևակը մի հատ լավ բան ա գրել։ Սիրում է կյանքում նայր աթոռը, աթոռն է սիրում ու նրան տիրում։ Ցանկացած գնով ելում է նավեր, փորձում է թրջել
նարաստերեր։ Հարցը կասեք, հարգելի հեռուստադիտող, ինչ հարց Իմ ունեք։ հարցս մեր հույրին ուզում եմ խնդրեմ, որ մի հատ հարց ունեմ, որ ինչ արելու սրա վերջը այս Մարթաբեկից ազատենք, այս Փաշինյանից ազատենք, մենք էլ ցանցրացել ենք, այս մարդը իշքան պիտի նստի այս աթոռին։ Շատ լավ։ Եթե դուք հիշում եք Պարուս Սևակի խոսքերը, ասում մարդ կա շալակած աշխարհն է տանում, մարդ էլ կա ելել է շարակն աշխարհի։ Շատ լավ, Տիկին Դալաքյանին կխնդրենք պատասխանի ձեր հարցին, ինչպես ազատվել Նիկոլ Փաշինյանից, Տիկին Դալաքյան։ Նախ իշխանության նստելու մոլուցքը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ նշի, որովհետև նա հեռացավ, չնայած շատ սխալ եմ համարում այս վերջին իր հայտարարությունները, իր սկզբունքները դավաճանում է։ Քոչարյանին սա բնորոշ է, հիմա էլ ամեն գնով փորձում է վերադառնալ։ Սերժ Սարգսյանն էլ էր ցանկանում, հիշում եք, վերարտադրվել, փոխեց սահմանադրությունը, ասում էր չեմ գնալու 3-րդ ժամկետի, հետո հանկարծ որոշեց գնա, այսինքն շատ հաճախ պատմության մեջ իշխանական աթոռը շատ վտանգավոր երևույթ է, այսպես ասեմ, ցանկանում են միշտ լինել իշխանությանը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, տեսեք, բոլոր քննադատություններով հանդերձ Հայաստանում ընտրություններ են տեղի ունենում, իհարկե վարչական ռեսուրսը օգտագործվում, բայց ի տարբերություն նախկին ընտրությունների, երբ ընդհանրապես ժողովրդի ձայնը հաշվի չէր առնում, մենք հիմա ունենք այլ երևույթ, ժողովուրդը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի օգտին եւ նույնիսկ ընդդիմությունը չի հերքում դա։ Ասում են այո, Քոչարյանն էլ։ Այսինքն մեր խնդիրը այն չի, որ Նիկոլ Փաշինյանը ուզուրպացրել է իշխանությունը, ինչպես Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը 96 թվականին։ Խնդիրը այն է, որ ժողովուրդը չի տեսնում այլընտրանք, ես դրա մասին էի խոսում մինչև զանգը, եւ քանի չտեսնի այլընտրանք, մենք չենք տեսնի իշխանության փոփոխություն։ Հետարքիր է հարց տվողը ում է տեսնում, այսինքն թե նախկիններին է տեսնում, ասում ավելի լավ ներկա իշխանությունները դա տրամաբանությունն է հայ հասարակության մեծամասնության, իբրև նաև Սփյուռքում։ Այն, որ եթե կան նախկին իշխանություններ Նիկոլ Փաշինյանը խնդիր չունի նորից ընտրվելու ժողովրդավարական ճանապարհով, ես դրան վստահ եմ։ Վտանգ չկա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կեղծել ընտրություններ, հաշվի առնելով, որ իր ռեյտինգը այդքան իջել է, խնդիրներ կան։ Հիմա նախ դժվար է, սա այն Հայաստանը չի, արդեն տեխնոլոգիաներ կան, նկարելու հնարավորություններ, այն ժամանակ ամեն ինչ փակ էր։ Հետո ժողովուրդը արդեն սովորել է ժողովրդավարության, այսինքն շատ դժվար է նորից մարդկանց վախեցնել 5000 դրամ տալ, ասել գնա ինձ ընտրի։ Դա դժվար է։ Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր մեթոդներ է կիրառում, ինֆորմացիոն, Պոակ ունի, ես տեղյակ եմ, բոլորն են դրա մասին խոսում, որոնք իրենք աջակցում են, այդ տեսանելիություն են ստեղծում, որ նա ունի մեծ հեղինակություն։ Ուզում եմ կրկնել, իմ խնդիրը ուղղակի Փաշինյանի քննադատությունը չի։ Ես հիասթափված եմ, որ Նիկոլ Փաշինյանը անդադ քաղաքական օրակարգը պահում է նախկին ներկա համատեքստում։ Շատ լավ, զանգուկի պատասխանենք, Տիկին Դալաքյան։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտող։ Բարև ձեզ Տիկին Զախարյան, բարև ձեզ Տիկին Դալաքյան, ողջունում եմ հեռուստաների։ Նախ միշտ հարցս մեկ դիտարկում սա կարևոր է Հայաստանի ապագայի համար, ես հետևել եմ ձեր հաղորդումներին Տիկին Դալաքյան, իհարկե համաձայն եմ ձեր արևմտամետ կողմնորոշմանը, բայց դուք այսօր նշեցիք, որ Հայաստանում մեծացել է աղանդավորների թիվը, նշեմ, որ ձեր հաղորդումներում նաև հիշեցվել է ձեզ, որ նման խոսույթը, հատկապես աղանդավոր եզրույթը հարգելի չի ընկալվում արևմտյան կամ քաղաքակիրթ աշխարհում։ Աղանդավորները չկան, կան կրոնական փոքրամասնություններ, այո, իհարկե։ Այո, եւ նրանք պարզապես հիշեցնեմ, ձեր հայրենակիցներն են եւ պաշտպանված են ձեր սահմանությամբ։ Եթե մենք ցանկանում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը մեզ պաշտպանի, նման խոսույթից պետք է խուսափել։ Եթե իհարկե ցանկանում եք, որ արևմուտքը ձեր շարժմանը կամ ձեր նման այդ շարժումներին աջակցի, ապա արժի նման խոսույթից խուսափել։ Բայց իմ հարցը հենց այդ մասին է, ձեր դերի եւ ձեր շարժման։ Սա պարզապես դիտարկում էր։ Դուք միտք կենտրոն ունեք, ոմանք դա ասել են շարժում, օրինակ Գագիկ Սաֆարյանը, ձեր գործընկեր նոյեմբերի եթերում ասել է դա շարժում է, ինչևէ ըստ հարցումների Հայաստանի 60%-ը այլընտրանք է ուզում, 49%-ը ուզում է Եվրոմիություն։
Այսօր դուք ասացիք, որ դուք ձեզ չեք տեսնում կամ չեք ուզում մասնակցել։ Կուզենայի իմանալ ինչն է խնդիրը, ինչու դուք չեք կարող այդ 60 կամ 49%-ին առաջնորդել կամ մասնակցել կամ տանել, որպեսզի լինի փոփոխություն Հայաստանում ըստ արևմտամետ արժեքների կամ եվրոպական կամ քաղաքական Շնորհակալություն։ Ամենայն հարգանքով ձեր տեսակետի հանդեպ արևմտյան աշխարհ հիմա գոյություն չունի միասնական։ Մենք տեսնում ենք, որ Տրամպի ընտրությունը կապված է հենց այդ քրիստոնեական արժեքները, ավանդական արժեքները առաջ տանելու հետ։ Եվ իմ կարծիքով Բայդենի քաղաքականության տապալումը կապված էր այդ նոր մշակույթի, ոգ մշակույթի ձևավորման հետ, որ մարդիկ ուղղակի հոգնել էին, դա միայն կրոնական ազատություններին չի վերաբերում, սեռական փոքրամասնությունների տրանսգենդերների իրավունքներին եւ այլն։ Ես երբ ասում եմ աղանդավոր, ես նկատի չունեմ հայ առաքելական եկեղեցու դավանանքից տարբեր ուրեմն հավատք։ Ես նկատի ունեմ նաեւ որպես իրավաբան մասնակցել եմ մեծ մասամբ դատաքննությունների այնպիսի աղանդավորական շարժումներ, դա հստակ ունի իր հասկացությունը, որոնք օգտագործում են հավատքը ժողովրդից գումար կորզելու, ընտանեկան շատ ողբերգությունների եմ ես ականատես եղել, նույնիսկ բնակարաններ խլելու եւ այլն նպատակով, դա այլ թեմա է։ Եզրույթի հետ կապված էր, այո, անվանված են անվանել կրոնական փոքրամասնություններ, բայց հիմա այո, ես խոսում եի նրա մասին, որ եկեղեցին քանի որ լուսավորությամբ զբաղված չի, սա կարևոր է։ Այսպիսի շատ ներողություն շարլատանները կարողանում են Հայաստանում ներհասարակական լուրջ խժդժություններ հրահրել։ Ինչ վերաբերում է, ես արևմտամետ չեմ, ես կողմնակից եմ ժողովրդավարական արժեքներին, դա արևմտամետություն չի, ճապոնիան արևմուտքում չի, արևմտամետ չի եւ շատ հաճախ ես կարող եմ ասել, որ շրջանակներ կան, որոնք իրենց արևմտամետ են ներկայացնում, բայց մեծ կասկածներ կա, որ իրենք ընդհանրապես արևմտամետ չեն։ Շնորհակալ եմ, որ ինձ այդպիսի դեր եք առաջարկում այլընտրանք ձևավորելու, բայց ես միշտ անկեղծ եմ եղել։ Ես տեսնում եմ, որ ապագա մոտալուտ ընտրություններին ժողովուրդը դեռ գնալու է նախկին ներկա այս կոնֆիգուրացիայով։ Այո, հոգնել են, բայց նախ ես չկարողացա ձևավորել, չտեսա այն շրջանակը, որը կմիավորվի, ցավալիորեն առանց անուններ տալու Հայաստանում յուրաքանչյուրը Նիկոլ Փաշինյանը ասում է վարչապետ է, ունի իր պահանջները, միավորվելը շատ դժվար է։ Ես ասեմ, ես փորձեր արել եմ եւ ով ինձ լսում է, կվերահաստատի այդ շրջանակներից։ Բայց դա պահանջում է նաեւ մեծ նյութական ռեսուրսներ, եկեք անկեղծ խոսենք, կուսակցությունների մասին օրենքը պիտի փոխվի։ Այսինքն Հայաստանում կարող են ընտրությունների մասնակցել մեծ ռեսուրսներ ունեցող եւ հիմա իրենք էլ անում են լրատվական կայքեր ունեցող անձինք։ Գումարած դրան, եթե էլի խոսքը վերաբերում է նրան, որ կամ Փաշինյանը, կամ պատերազմ եւ Ռուսաստանը, ժողովրդի մեծամասնությունը եւ ես չեմ նրանց մեղադրում, շեղվում է այդ օրակարգով եւ այս ուժերը, որոնք այլընտրանք են ներկայացնում, իրենց ծրագիրը չի լսվում։ Մարդիկ սիրում են տեսարանները, իրար ծեծել, հարվածել, շպրտել։ Դրա համար ես չեմ տեսնում այդ մասնակցությունը, որ կբերի ինչ-որ օգուտ։ Ես անկեղծ ասեմ, բայց ես կասեմ, որ սա վերջի խորհրդարանն է։ Եվ երկարատև չի լինելու, ես կրկնում եմ այդ տեսակետը, որովհետև 26 թվականին Հայաստանին եւ միջազգային ասպարեզում այնպիսի իրավիճակ է սպասվում, որ այս խորհրդարանը չի կարողանալու դրա լուծումը տալ։ Եկեք մեկ զանգել պատասխանենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ախ, բարև, լավ եք։ Լավ, շնորհակալ ենք։ Լսում ենք ձեր հարցը, հարգելի հեռուստադիտող։ Էսից լավ ծրագիր եք դրի, որ ես ուրախությունից չեմ մնում ինչ անեմ, առաջերտին իմ կարծիքով այս մատ լավ ծրագիրը, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքը հայտնեն, ըստ ոչ ոք չի կարող ոչ մեկին ուժով կամ փուշով փուշանի ասի, այս խոսքը ճիշտ է, այնի ճիշտ է, այսի ճիշտ մա դեմոկրասիա, այսի ճիշտ իմ կարծիքով հենց իմը, որ նայում եմ ճիշտ Ամերիկա եւ Հայաստան, ուրիշ բան իմ մտքից չեկավ, նրա համար ձեզի խանգարամ, ես միշտ ճիշտմարիտ խոսող եմ ու միշտ նախազգացումս խայտարակ բանտրա ու շատ հայաստեր եւ իմ հայրենիքս իմ համար առաջերտին շատ կարևոր տեղ ունի իմ սրտիս մեջ ու նախկինները, որ ներկախտի ժամանակ իմ
մեզ պապարան փաշայի զինվորայելի ու ուզեմ իմանալ ինքս Պասկաստան եմ ծնվի, բայց իրոք ամենից ավելի ես մաքուր հայ եմ, չեմ ուզում մտածել ես Պասկահայ եմ։ Հիմա հարցը հարգելի հեռուստադիտող, շատ լավ։ Հարցս ըստեղ է գալի, ես մասը իմանալիք ինչից եմ ուզում խոսալ։ Արդյոք նայում եք ընդհանուր որ Ամերիկան, Հայաստանն չի տարբերվում կամ Ռուսաստանն չի տարբերվում, տեսնում են որ Ամերիկան ինչքան դեպի առաջանում է, այդ դեմոկրասին կա հիմա դեպին ասա Բայդեն, Թրամփ, ամեն ինչը բարձվում է, բայց մենք խոսում ենք մեր հայրենիքի համար։ Այս վարքյան իմ կարծիքը պարոն Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է ու վարչապետը բավականի իր խոստումները կատարել է, այսի պարզ հայտնի է, երեխեն էլ իմանում է, հիմա նախկին են անում, այդ նախկինը հետ պետք է էլի հետ գա, ախե ինչի համար պետք է հետ գա, ես չեմ հասկանում, երկիրը պետք է դեպի առաջանա, եթե նախկինները կային հեր են հայությունը Հայաստանից փախել են եկել են Ամերիկա, որտեղ լավ կյանք չունեն, գործ չունեն, հետո նախկինները դեռ չեն քաշում այդ Հայաստանից, դեռ քաշում են օտար երկիրի համար մտածել, մեր հայրենիքը այնտեղ լավ ապրում է, խնդրում եմ ձեր ոտը հետ քաշեք, քիչ խառնվեք, ամեն ինչ լավ կելի, նորեն կտեսնեք մեր Փաշինյանը նստելու է եւ երկիրը դեպի դեմոկրատիա ելելու, դեպի դոբեյա ելելու։ Շնորհակալություն։ Շատ լավ աճելու է։ Շնորհակալություն։ Նախանձները կտեսնեն ու այդքան էլ նախկիններից չխոսան։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտող։ Նախ նախկիններից խոսում է Նիկոլ Փաշինյանը եւ ես իմ երեկվա հարցազրույցում նշել եմ, որ նա չպիտի ընդհանրապես խոսի իրենց թեմայով, երբ խոսում է նշանակում է ինքնաբերում իրենց օրակարգ։ Հաջորդը խոստումները ես չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը կատարել է, որ խոստումն է կատարել։ Յուրաքանչյուր ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնացել է տարբեր լոզունգներով։ Արցախ Հայաստանը եւ վերջ, էթնիկ զտումը, անջատում հանրապետության, բոլոր ընտրություններին նախկին թալանը ինչն է վերադարձվել։ Ես նոր սկզբում նշեցի, որպես իրավաբան, փաստերով կարող եմ ապացուցել, որ որևէ բան չի վերադարձվել, ավելին այդ անձանց այդ տենդերներ են շահում, նրանց գույքերը ավելանում են։ Միքայել Մինասյանի նկատմամբ Ինտերպոլի հետախուզումը դադարեցվել է։ Ես չգիտեմ նախանձից ով ինչ է խոսում։ Ես խնդիր չունեմ իմ տեսակետը ասելու եւ ապացուցելու։ Եթե կարող եք փաստերով հակադրվել, խնդրեմ, բայց այն որ նախկիններին ուրեմն Նիկոլ Փաշինյանն է բամ քաղաքական օրակարգում Հայաստանում որևէ մեկի համար դա արդեն զարմանալի է։ Շնորհակալություն, զանգ ունենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտող։ Այո, բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Նորավոր։ Հեռուստացույցի ձայնը որ խնդրենք մի փոքր կիչեցնեք։ Այո։ Որ մեզ լսեք։ Հիմա ես մի երկու բան եմ ուզում ասեմ, ես միշտ ձեր հաղորդումները դիտում եմ, նայում եմ, շատ գոհ եմ, ուզում եմ մի երկու ակնարկ անել Փաշինյանից, երբ որ Փաշինյանը եկավ, բերեցին այսինքն Կրեմլը եւ Թուրքիա, նրան դրեցին շուտ բերեցին, որպես ավելի լավ կատարելագործվի հայրենը։ Եվ նրա ընտրության ժամանակ տեսան պոլիսները մեկի մազին չկպան։ Եվ մարդկանց ստիպեցին շատ մարդկանց բիզնեսներում աշխատող բանվորներն ովքեր ձայն չտա գործից ազատում ենք։ Դրա համար ստիպված մարդիկ ձայն տվեցին, ամենազսվել էին Ռոբերտի Սերժից, այդ երկու թուրքերից։ Այս երեքն էլ 4-ն էլ թուրք են դրանք։ Առաջինը Լևոնը արաբի ծնունդ է։ Իսկ նրան թուրք են։ Հարցը հարգելի հեռուստադիտող, խնդրում եմ հարցը ամեն դեպքում։ Հիմա դե հարցի պես մի երկու ակնարկ եմ ուզում ասել։ Երբ նա Ղարաբաղ գնաց հեծանիվով, այդ հեծանիվ քշելը նշանակում է Հայաստան վարելը, հեծանիվ վարելը։ Ինքը մենակ վարեց, ասեց ես մենակ եմ, պայմանավորվածություն ուներ Թուրքիայի հետ, ոչ իման չեմ կարանի, պատերազմի ժամանակն է։ Իսկ այս վերջի մի քանի ամիս առաջ որ սիրուն թրաշված հետևից մի 15 հոգի էլ մարդիկ գալիս էին, դա նշանակում էր, որ արդեն թիկունքս լավ է, սրանից հետո ես հեծանիվով Հայաստանը յանի, իմ նկատի պայմանավորվածություն
Պիտի թրաշեմ ոնց որ պետք է։ Հիմա կխնդրեմ անպայման հարցը տալ։ Հարգելի է Ռուստադիտո։ Մեր գու մեկնաբանանը որ ինչ ակադա։ Եթե իրա ժամանակը սահմանափակ է։ Լավ, հիմա ես ուզում եմ ասել որ դրանք ոչ մեկն էլ հաճ են, դրանք ագենտներ են, որոնք այդ 30 տարում պատրաստվեցին, որ հիմա էլ մի օր ինքը դեմ խոսացել է Ալիևին, որ ասի բան ջարդի ժամանակ Բաքվում անում որ ժողովրդին կոտորում են, վառում են, երեխաներին են, բայց գենոցիդ չէ, դու ոնց ես ասում հայերը գենոցիդ են արել ադրբեջանցիներին անել են։ Շնորհակալություն։ Ոչ մի բան չի ասում։ Շնորհակալություն, հասկանալի է։ Ինչու չի խոսում Փաշինյանը ադրբեջանական վայրագություններից։ Ինչու է թույլ տալիս, որպեսզի արցախցիների տեղահանությունը, արցախցիների էթնիկ զտումը հավասարեցվի ավելի վաղ 25 եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, ինչու չի հիշատակում։ Հարցը ըստ էության դա է։ Նախ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները իդեպ ադրբեջանական կողմի շատ հրապարակումներով ցույց է տալիս, որ դա հայկական կողմը չի արել։ Խոսքը նաև Խոջալույի դեպքերի մասին է եւ դրա մասին նախկին նախագահն է Ադրբեջանի իր հուշերում ասել, որ դա հայկական օպերացիա չի եղել եւ այս թեորիա չի ուղղակի։ Ինչ վերաբերում է ինչու չի ասում, ես մշտապես քննադատել եմ։ Եթե մենք Արցախի հարցը փակեցինք, չնայած դա հավասարազոր հարց չի, բայց Արևմտյան Ադրբեջանի համայնքը դա ինչ է։ Ուրեմն մենք պիտի ստեղծենք Բաքվի հայ համայնք։ Սումգայիթի հայ համայնք։ Ես էլ եմ ասում, որ ադրբեջանական համայն կոչվածը, որը Ադրբեջանը շրջանառում է Ալիևյան ռեժիմը շրջանառում է, դա չի կարող հավասարվել Արցախահայերի էթնիկ զտմանը։ Ես դրա մասին խոսել եմ, բայց քանի որ հայ հասարակության մեջ եկեք պարզ ասենք, այդքան պոպուլյար չի այդ թեման, արցախցիների թեման, մարդիկ որովհետև երկու հոգու պատճառով Քոչարյանի եւ Սերժյանի բացասական են վերաբերում ընդհանուր արցախցիներին, կլանի ես կասեի, բայց լավ, փակեցինք Արցախի թեման։ Արևմտյան Ադրբեջանի ներկայացուցիչը ՀԿ-ի ղեկավարը, որը նաև падգամավոր է, այն օր էլի խոսում էր վերադարձ իրավունքի մասին, Ալիևն էլ ասում էր, որ դա օրը գալու է դառնում է բանակցությունների առարկա։ Այսինքն, եթե մենք փակեցինք, ինչու է նա շարունակում։ Սա մեկ։ Երկրորդը, թյուր տեսակետ կա, որ եթե մենք խոսենք, դա պատերազմ կհրավիրի։ Դե եկեք այդ տրամաբանությամբ տեսնենք Ալիևը ինչ է ուզում, որ հանկարծ պատերազմ չլինի։ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, որ 20 թվականի պատերազմ եղավ, ոչ մի բան։ Այսինքն ճիշտ է Քոչարյանը, որ ասեց Արցախ-Հայաստանի եւ պատերազմ հրահրեց։ Դա բառ է։ Ալիևն էլ ասում է Սևանը հայկական է, ինչա պատերազմ է հրահրում։ Այսինքն, եթե մենք այդ տրամաբանությամբ նայենք, Ալիևը չի ավարտում իր խոսքերը Հայաստանի նկրտումները, Հայաստանի տարածքի վերաբերյալ իդեպ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ Ադրբեջանը նկրտումներ ունի իր սահմանադրության մեջ։ Այսինքն այդ տեսակետը, որ մենք կարող ենք ասել, լավ, ոչինչ, ինչ ուզում է թվասի մենակ չհարցակվի, ավելի է գրգռում, որ դիմացին առաջ կա։ Հեռախոսազանգի պատասխանենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Բարելույս ես, այսինքն, ես ուզում եի Լիլիթի հետ խոսել, բայց ձեր անունն էլ եմ ուզում իմանամ, որտեղ հաճախ չեմ բանանում, խնդրում եմ ձեր անունը ասեք, շատ հաճելի հաղորդավար եք։ Էլիզա, շնորհակալ եմ։ Էլիզա ջան, դե արդեն Լիլիթին շատ լավ ճանաչում եմ, ես իրան շատ սիրում ու հարգում եմ։ Լիլիթը միակ կինն է, այսինքն կանանց մեջ, որ վերլուծական, որ շատ ինտելիգենտ, նորմալ, հաճելի կին է։ Լավ, կներեք, հիմա մի բան եմ ուզում հարցնեմ։ Դուք չեք ասի, այսինքն Փաշինյանը կարող է ինքը իրավասություն ունի որպես վարչապետ, որ ասենք այդ Քոչարյանը, Սերժը եւ այլն այդ Ղարաբաղցիները, որ եկել են քանդվել մեր երկիրը, ինքը իրավասություն ունի, ես ռուսական կրթությունն եմ, մի քիչ խառնում եմ։ Դուք ասեք մենք կձևակերպենք, որ իրանց ձեռքի հայկական բանից գրաժդանսը քաղաքացիություն հետ ուղարկի երկրից դուրս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ջերմ խոսքի համար, ոչ, իրավունք չունի, միակ ճանապարհը դա պետական դավաճանության մեջ մեղադրելը, բայց այդ ժամանակ էլ դա լուրջ ընդհանցակարգ կա, չունի այդպիսի իրավունք։
Այստեղ խնդիր կա թե ուր ուղարկի։ Նիկոլ Փաշինյանը դուրս ուր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան Տիկին Դալաքյան ինչու ոչ Ռուսաստան տեղը նեղա արդեն նախկին իշխանությունները տարբեր հետսովետական երկրներից այնտեղ տեղավորվել են Սիրիայից, այսինքն այդքան լայն չի տեղը, բայց Նիկոլ Փաշինյանին Քոչարյանը այստեղ է պետք ուղարկի դուրս ինչ անի։ Քանի դեռ կա Ռոբերտ Քոչարյանը, կարելի է վախացնել այդ կերպարով եւ ասել, եթե ես չընտրվեմ, կգա Ռոբերտ Քոչարյանը։ Մենք քանի դեռ սա չենք ֆիքսում, մենք Ռոբերտ Քոչարյանը միշտ կտեսնենք Հայաստան, բայց ինչ է այդ մարդուն հանում Հայաստանից։ Նա ունի լուրջ իրավական խնդիրներ, դատարանի արխիվական, չեք ուզում պատասխանատվության ենեք։ Նա ինչ անի իր գումարները վայելի, որ ըստ Նիկոլ Փաշինյանի գողացել է։ Ուղիղ եթերում շարունակվում է հրատապ հարցեր հաղորդաշարը, զրուցում եմ Միտք վերլուծական հետազոտական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Տիկին Դալաքյան, Նյու Յորքում Թրամփը Ալիևին շնորհակալություն է հայտնում Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար եւ ասում է դուք հրաշք եք գործել։ Թրամփը իրականում այս վերջին օրերին եւս մի քանի այլ հայտարարություններով է աչքի ընկել, ասում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներին մաղթում եմ հաջողություն, փորձենք հասկանալ, ճիշտ է, Թրամփին դժվար է հասկանալ, Թրամփի հայտարարությունները հաճախ են մեկը մյուսին հակասում, բայց ամեն դեպքում Ալիևին ուղված նրա այդ խոսքի ենթատեքստը կամ ակնարկը ինչ է նշանակում, Պուտինին եւ Զելենսկուն ինչ է ասում։ Տրամպի ողջ խոսքը, եթե լսում եք, գովազ, ինքնագովազ դեր, ես ավարտել եմ 7 պատերազմ, ես ամենալավն եմ, չգիտեմ, այսպես։ Արժանի եմ Նոբելյան մրցանակի։ Ցավալի բան եմ տեսնում ամերիկյան հասարակության համար եւ այսպիսի ղեկավար ունենալը սա լուրջ խնդիր է, որ ես չգիտեմ նույնիսկ ինքը կոմպլեքսներ կարծես ունենա Ամերիկայի ղեկավարը, այդ Նոբելյան մրցանակը ինչին է պետք է ուզում հասկանամ։ Դա մի մրցանակ է, որը միշտ ձախ ուժերին են տալիս, ինքը հաստատ չի ստանալու, դա Օբամա այդ լիբերալների կոմիտեն է։ Իդեպ Օբամա ստացավ ոչ մի բանի համար, առանց պատճառի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին գովալուն, նա մի տեսակետ ունի, ես անձնական լավ հարաբերություններ կունենամ եւ դիլ կանեմ, գործարք։ Բայց մենք տեսնում ենք, որ դա չի աշխատում, ոչ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ, ասում եմ շատ լավ հարաբերություն ունեմ, ոչ Նետանյահուի հետ, Նետանյահուն աչքերը փակել է մտել է Գազա, ոչ Պուտինի հետ աշխատում, շատ է սիրում, բայց ամեն օր ասում ես հիասթափվել եմ, Ալիևին ես չեմ տեսնում, ասել եմ, որ դա խաղաղության պայմանագիր չկա։ Ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Ինքը գիտի, որ Պուտինը ամեն ինչ կանի, ասեց Լավրովը ըստ էության, որ չգործի այդ պայմանագիրը, նա պատրաստ է Պուտինին հակադրվի։ Իմ վախը դրա մեջ է։